Կարտոֆիլ ֆրին այն ուտեստներից է, որ սիրում են բոլորը, թե մեծերը, թե փոքրերը, բայց այսօր պատրաստում ենք այն ավելի օգտակար տարբերակով, ընդամենը 25 մլ բուսայուղով, առանց ավելորդ ճարպի, բայց նույնքան համեղ և ախորժելի։ Այս տարբերակով կարտոֆիլը դրսից ստացվում է խրխրթան, իսկ ներսից փափուկ և համապատասխանում է թե առողջ սննդի սիրահարներին և թե նրանց, ովքեր պարզապես ուզում են վայելել ամենահամեղ ֆրին առանց խղճի խայթի։ Ֆրի պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է 1 կգ խոշոր կարտոֆիլ, 1 ճաշի գթալ բուսայուղ, կես թեյի գթալ աղ և 1 թեյի գթալ կարտոֆիլի համար նախատեսված համեմունք։ Կարտոֆիլը երկարությամբ այսպես ձողիկաձև կտրատում ենք, շատ չենք բարակացնում, որպեսզի ճարպաճառոցի մեջ կարմրելու ընթացքում չչորանա։ Դժվար է հավատալ, բայց 1 կգ կարտոֆիլ ֆրի կարելի է պատրաստել ընդամենը 25 մլ բուսայուղով և ճաշակել առանց խղճի խայթի զգացումի։ Համն ուտեստքը ընդհանրապես չի տարբերվում առատ բուսայուղի մեջ պատրաստված ֆրիից։ Ամբողջ կարտոֆիլը ձողիկաձև կտրելուց հետո վրան ավելացնում ենք եռման ջուր և թողնում ենք մոտ 5 րոպե, որպեսզի ավելորդ օսլան դուրս գա։ Երբ կարտոֆիլը լվանում ենք եռման ջրով, այս մի պարզ գործողությունը օգնում է, որպեսզի ֆրին դրսից ստացվի խրխրթան, իսկ ներսից փափուկ։ Սա մի հնարք է, որ միշտ աշխատում է, անպայման փորձեք։ Եռման ջրի մեջ 5 րոպե թողնելուց հետո ջրքամում ենք և չորացնում ենք խոհանոցային անձեռոցիկներով։ Այս տարբերակով ֆրի պատրաստելիս մատղաշ կարտոֆիլ մի վերցրեք, քանի որ նույն արդյունքը չի ստացվի։ Չորացնելուց հետո լցնում ենք մեծ տարայի մեջ և ավելացնում ենք մեր նախընտրած համեմունքները։ Ես օգտագործում եմ կես թեյի գթալ աղ, 1 թեյի գթալ կարտոֆիլի համար նախատեսված համեմունք և 1 ճաշի գթալ բուսայուղ։ Եթե ձեռքի տակ պատրաստի համեմունքների փունջ չկա, կարող եք ավելացնել կարմիր քաղցր պղպեղ, սև պղպեղ, սխտորի փոշի և ցիտրոն։ Մի լավ թափահարում ենք, որպեսզի համերը տարածվեն և 1 շերտով դասավորում ենք ճարպաճառոցի տարայի մեջ։ Եթե ճարպաճառոց չունեք, կարող եք դասավորել ջեռոցի ցանցի վրա և կարմրացնել օդափոխիչ համակարգը միացված, ոչ մի տարբերություն։ Ցանցի վրա յուղաթուղթ չենք դնում, որպեսզի կարտոֆիլը բոլոր կողմերից համաչափ կարմրի։ Միացնում եմ կարտոֆիլ ֆրիի համար նախատեսված ռեժիմը 200 աշճան 20 րոպե։ Կախված ճարպաճառոցի տեսակից այս ցուցանիշները կարող են տարբերվել։ 10 րոպե անց մի լավ թափահարում ենք և կրկին միացնում ենք, այս անգամ եփում ենք մինչև պատրաստ լինելը։ Ինչպես տեսնում եք, ընդամենը մի քանի կաթիլ բուսայուղով կարելի է պատրաստել շատ համեղ օգտակար ֆրի։ Երեխաներին հրավիրում ենք սեղանի շուրջ և անուշ ենք անում, բարի ախորժակ։ Դե ինչ բարեկամներ, այսօր էլ կարտոֆիլ ֆրի պատրաստելու նման հեշտ, արագ, քիչ բուսայուղով տարբերակ։ Դուք էլ փորձեք պատրաստել այս եղանակով, սնվեք առողջ և եղեք առողջ։ Առայժմ կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։